Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես, նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման համաձայն նոյեմբերի 30-ին ժամը 23:59-ին դադարեցվել է Միսկի գործընթացը եւ դրա հետ կապ ունեցող կառույցների գործունեությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ԵԱԿ Միսկի խումբը արդեն անցյալում է եւ ֆորմալ առումով այլևս չկա։ Տասնամյակներով Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ու Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի համանախագահությամբ գործող այս խմբի լուծարման պահանջը Ադրբեջանն էր առաջադրել որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայման։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը անդրադառնալով Միսկի խմբի լուծարմանը նկատել է, որ այլևս հնարավոր չէ Միսկի շրջանակը վերագործարկել, դարձյալ օրակարգային դարձնելով Արցախի հարցը։ Կան գործնական ու իրավական արգելքներ, հարցի փակումը ֆորմալ է եւ վերջնական։ Լուծարվել է գործընթացը սպասարկող ամբողջ կառուցվածքը։ Բոլոր ընդունված որոշումներն ու կարգավորումները համարվում են չգործող, իսկ գործընթացի վերակենդանացման համար կրկին անհրաժեշտ է լինելու բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսային որոշումը։ Անհրաժեշտ է աշխատել նոր ձևաչափերի ներգրավման ուղղությամբ, դաշնակիցների ու գործընկերների վերաքարտեզագրմամբ։ Սա ենթադրում է միջազգային ճնշումների մթնոլորտի ապահովում, Արցախի հարցի երկարատև իրավական միջազգայնացում, միեդում անհատական կամ ագրեսոր պետության Ադրբեջանի դեմ հայցեր։ Հայաստանը սփյուռքի լոբիստական կառույցների ներգրավմամբ պիտի կարողանա կառուցել համաշխարհային հումանիտար դիվանագիտության կոալիցիա խնդրի միջազգայնացման հեռանկարով։ Ավելորդ է կրկնել, որ այս գաղափարական, գիտամտավոր, տեխնիկական ու կազմակերպչական բծախնդիր, հոգնեցնող եւ երկարատև աշխատանքը պիտի կատարվի Հայաստանի Հանրապետության գործող հակապետական նարատիվների փիլիսոփայությունը մերժելուց, իսկ վարչակազմին իշխանազրկելուց հետո։ Զուգահեռ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը Բրյուսելում հայտարարել է, թե Բաքուն ցանկանում է, որ Եվրամիությունը մասնակցի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շահագործմանը։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ է փոխադրվելու, հավաստիացնելով, որ ադրբեջանական հատվածի շինարարությունն ավարտվելու է եկող տարի։ Բրյուսելում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա գլխավորությամբ այսօր Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի հանդիպումը։ Միրզոյանը կմասնակցի նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին։ Արագածոտնի թեմի հոգևորականները արձագանքել են վերջին ամիսներին հայ առաքելական եկեղեցու նկատմամբ նկատվող արտաքին եւ ներքին հարձակումներին, շեշտելով իրենց անվերապահ հավատարմությունը եկեղեցու վարդապետությանը, կանոններին եւ սկզբունքներին։ Հայրերը խիստ դատապարտել են Սուրբ Պատարագի ընթացքում վեհափառ հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները։ Նրանց խոսքով սա հակասում է եկեղեցական կանոններին եւ հանգեցնում է պառակտման։ Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեծ պարտավորությամբ եւ պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել, խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու օրենքներին, հետևել ավետարանի խոսքի ճշմարտությանը, Աստծուն պաշտել եւ ծառայել սրբությամբ եւ արդարությամբ Սուրբ եկեղեցու պայծառության համար, նախանձախնդրությամբ, գործով եւ խոսքով լինել եկեղեցու մեջ։ Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ եւ խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար եկեղեցուն եւ անդադար աղոթակից։ Լինենք ամբասիր մեր պաշտոնի, քահանայական եւ վանական կոչման մեջ։ Դարձյալ հաստատում եւ ստորագրում ենք հոգեվոր եւ խիզախ մեր գիտակցությամբ։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը քրեակատարողական հիմնարկից սթափության կոչ է արել կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին։ Նրա խոսքով այդ հոգևորականները օգտվելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի զսպվածությունից եւ եղբայրական հանդուրժողականությունից փորձում են սեփական դիրքն ամրապնդել կասկածի տակ դնելով այն գահը, որի շնորհիվ տարիներ շարունակ բարիքի ու առաջընթացի են հասել։
Ակնհայտ է, որ այս հայտարարությունները եւ արարքները ոչ թե հոգեվոր սթափության կամ բարենորոգչության նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության եւ ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի եւ եկեղեցական հավատարմության կորստի։ Մոռացվել է, որ վեհափար հայրապետը ոչ թե միայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ է, այլ նաեւ հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ հարված եկեղեցու հիմքին։ Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ Աստվածահիմն Սուրբ Մարմին։ Դավաճանել հայոց հայրապետին նշանակում է դավաճանել եկեղեցուն եւ սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ եւ ոչ էլ իշխանահաճո շահերի սպասարկու։ Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից եւ ուխտադրժությունից, վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգեվոր խոհեմությանը։ Եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրմամբ, այլ հավատքի, կանոնականության, հավատարմության եւ ճշմարտության միջոցով։ Ավելի վաղ Միքայել եւ Բագրատ սրբազանները քրեակատարողական հիմնարկից հայտարարություն էին արել, կոչ անելով վեհափար հայրապետին եպիսկոպոսած ժողով հրավիրել, կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին եւ նրանց թեմերում նոր առաջնորդներ նշանակել։ Մայրաթորը կոչերից հետո հայտարարել է, որ պատրաստվում է եպիսկոպոսների ժողովի։ Ժողովը հրավիրելու գլխավոր պատճառը եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերի քննարկումն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրում է եպիսկոպոսած ժողով, որը հաջորդում է նոյեմբերի 4-ից 7-ը տեղի ունեցած հոգևոր խորհրդի նիստին։ Արտակարգ հոգևոր ժողով է սպասվում նաև Արցախի թեմում։ Արցախի փաստաբան Ռոման Երիցյանը մեծ զրույցում հայտնել է, որ իր տեղեկություններով առաջնորդարանում քննարկվելու է թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանին հատուկ կոչով դիմելու հարցը։ Ինչպես գիտենք, Վրդանես սրբազանը հայտնվել է հանրային դժգոհության կենտրոնում վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման հետևանքով։ Ինձ հասանելի դարձած տեղեկությունների այսօր Արցախի թեմի առաջնորդարանում անգամ կոնկրետ վայրը չգիտեմ, բայց տեղեկացված եմ, որ այսօր պետք է ժողով հրավիրվի եւ այդ ժողովի ընթացքում պետք է քննարկվի կոնկրետ կոչով Վրդանես սրբազանին դիմելու հարցը։ Տեղեկացված եմ նաեւ, որ ժամանակին այդպիսի կոչով Վրդանես սրբազանին առաջնորդարանը դիմել է, սակայն նախատեսված տեքստից այլ դուրս հայտարարություններ է կատարել Վրդանես սրբազանը, ուստի վերստիլ ժողով հրավիրելու եւ նրան կոնկրետ պահանջով դիմելու անհրաժեշտություն է առաջացել։ Սրա վերաբերյալ տեղեկությունները հրապարակել նաև ոչ թե ժողով հրավիրելու, այլ առհասարակ տեղեկություններին անընդունելի համար վերաբերյալ որոշակի հայտարարություն է կատարել նաև Լեռնիկ Հովհաննիսյանը, այս հայտարարությամբ կոնկրետ ես սպասում եմ Վրդանես սրբազանի հետագա քայլերին, այսինքն արդյոք ինքը ներողություն խնդրելու Արցախի ժողովրդից այդ գաղափարներից դուրս գործողություն իրականացնելու, Փաշինյանի ձեռքը սեղմելու եւ նրա առջեւ խոնարհվելու համար։ Տեղեկացնեմ նաև, որ Վրդանես սրբազանի արարքը կոնկրետ իմ կողմից երբևէ չի ներվելու եւ հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անելու եմ, որպեսզի դրանց ներողություն խնդրել Արցախի ժողովրդից։ Իսկ թե շարունակելու իր պաշտոնում պաշտոնավարել, թե ոչ, դա իմ որոշման ենթակա հարց չէ։ Ես հարգում եմ եկեղեցին եւ եկեղեցական կանոնները, հետեւաբար նրան կարգավորից անելու պահանջով կամ նրան հեռացնելու պահանջ կոնկրետ ես չեմ բարձրացնում, դա եկեղեցու ներքին կյանքն է եւ եկեղեցական կանոններով լուծման ենթակա հարց է։ Այս օրերին հակաեկեղեցական արշավի հիմնական թիրախ դարձած Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանն էլ երկար լռությունից հետո առաջին անգամ արձագանքել է իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի շուրջ աղմուկին։ Սրբազանը հերքում է դրանց իսկությունը, ընդգծելով, որ տեսանյութերը կեղծ են եւ տարածվել են իրեն վարքապեկելու նպատակով։ Նա նշել է, որ այդ տեսանյութը իր եւ իր քեռակնոջ հետ որևէ առնչություն չունի։ Տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացակամորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրությունը։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Այն անձինք,
ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականական գործունեության պատասխանատվությունը։ Իսկ օրեր առաջ ազատ արձակված Լիդիա Մանթաշյանը դեռ շարունակում է ապաքինվել այն ամենից, ինչի միջով անցել է։ Իմ գործընկեր Անի Աբաղյանն է խոսել նրա հետ։ Լիդիան պատմել է Աբովյան քրեակատարողականում անցկացրած օրերի, մոր ապրումների եւ այսօր կալանքից ազատվելուց հետո ունեցած ծրագրերի մասին։ Ես սպասում եմ վերջնական արդարացման որոշմանը, որովհետեւ կպել են մեր պատվին, իմ պատվին եւ իմ մյուս ընկերների պատվին, ընդ որում ասեմ մեզ հանցավոր խումբ են համարում, բայց ես այդ մարդկանց մի մասին ես քրեական գործի շրջանակներում եմ հարազատացել, երբ որ միասին գնում էինք դատերի հետ էինք գալիս, այդպես փողոցում որ տեսնեի կարող է մաքսիմում ասեի բարև ձեզ, կամ կարող է ընդհանրապես չբարևեի ոմանց, որովհետև այդպես սերտ ծանոթություն չենք ունեցել, բայց մենք հանցավոր խումբ ենք, ահաբեկչություն ենք կազմակերպել միասին, ու իմ բոլոր բախտակից ընկերներին, այսպես ասած, պետք է որ լինի արդարացնող որոշում։ Մենք պետք է հասնենք դրան, ինչպես 30-ականների ռեպրեսիաներից հետո մարդիկ հետո տասնամյակներ հետո իրենց որոշումները վերցնում տարբեր տեղերով գնում էին, ասում էին տեսեք, որ մենք արդար ենք եղել։ Մենք էլ ենք նույն ձևով լինելու, չնայած կարծում եմ, որ գիտակից հանրությունը հասկանում է, թե ինչ է կատարվում։ Իսկ սրբազան պայքարի գործով անցնող պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը վերացվել է եւ փոխարինվել տնային կալանքով եւ 20 միլիոն դրամ գրավով, հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։ Երևանը կրկին փակվել է ծանր մշուշի եւ փոշու մեջ։ Արդեն 2 շաբաթ է մայրաքաղաքի բնակիչները շնչում են վտանգավոր օդ, իսկ անհանգստությունը վերածվել է բողոքի ակցիաների։ Մարդիկ պահանջում են մեկ պարզ բան՝ անվտանգ միջավայր իրենց եւ իրենց երեխաների համար։ Ինչ քայլեր են իրականում հնարավոր, ինչն է խթանում օդի աղտոտմանը եւ ինչ անել մինչ այդ։ Հանրությունը, քաղաքացիները իրավասու են բարձրացնել իրենց անհանգստացնող ցանկացած պահանջ եւ իրազեկում իրականացնել դրա շրջանակներում։ Այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել ցույցին, օրինակ, իրենց նույնպես եւ մնացած բոլորին պիտի հորդորեմ, որ իրենց շրջապատում բոլորին իրազեկեն այն սահմանափակումների վերաբերյալ, որոնք օրենքով նախատեսված են նույն խոզանների եւ տերևների չայրելու հետ կապված, նույն, չգիտեմ, փոշու արտանետումների հետ կապված, ձմեռային ժամանակաշրջանում արգելված նյութերով ջեռուցելու հետ կապված եւ մի շարք այլ գործողությունների։ Միջազգային լրահոսից Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը զգուշացրել է, թե այսօր Մոսկվայում կայանալիք ռուս-ամերիկյան հանդիպումը կարող է մեծացնել Ուկրաինայի վրա ճնշումը զիջումների գնալու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում կընդունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆին ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ Վաշինգտոնի առաջարկները քննարկելու։ Տարածքային հարցերն ամենաբարդն են, դրանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկվել են 6.5 ժամ։ Ներկայիս խաղաղության ծրագիրն ավելի լավ տեսք ունի, քան 28 կետից բաղկացած տարբերակը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքներն ավարտվել են եւ դրանք հետագայում կքննարկվեն Միացյալ Նահանգների հետ։ Հռոմի Պապը Լիբանան իր այցի ընթացքում դիմել է երկրի քաղաքական առաջնորդներին, կոչ անելով խաղաղությունը դարձնել գլխավոր առաջնահերթություն։ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ելույթ ունենալով նախագահի, վարչապետի եւ այլ քաղաքական առաջնորդների ներկայությամբ ասել է, որ Լիբանանը պետք է շարունակի խաղաղ ջանքերը, չնայած տարածաշրջանում չափազանց բարդ, կոնֆլիկտային եւ անորոշ վիճակին։ Նա նախազգուշացրել է, որ մարդկության ապագան վտանգված է աշխարհում արյունալի հակամարտությունների անսովոր քանակի պատճառով։
Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 8-ից 10, իսկ երեկոյան -1-ից -3 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում և TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։ Կհանդիպենք։